Այսօր խոսալու ենք սպիտակուցների կառուցվածքների համակարգչային կամ հաշվողական բացահայտման մասին, որը իրականում 20-րդ եւ 21-րդ դարի գիտական մեծագույն խնդիրներից մեկն էր, որը մեծամասնամբ բացահայտվել է եւ այդ բացահայտման պատմությունը բավականին հետաքրքիր է։ Ինչպես գիտենք, սպիտակուցները չափազանց կարևոր դեր են կատարում կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, դրանք անփոխարինելի մոլեկուլներ են, մեծ մոլեկուլներ են, մակրոմոլեկուլներ, որոնք բաղկացած են 20 ամինաթթուների հաջորդականությունից եւ այդ 20 ամինաթթուների ինչպես են նրանք դասավորված եւ ինչ չափս ունեն, իրանք պայմանավորվում են պրոտեինի սպիտակուցի ընդհանուր ֆունկցիան։ Արդեն 20-րդ դարի կեսերից պարզ էր, որ ցանկացած սպիտակուց դա ինքը ամինաթթուների շղթա է, երկար շղթա է, կարող է լինել 50 ամինաթթուների հաջորդականություն կամ 100 կամ 150 եւ քանի որ ամինաթթուները շատ են եւ նրանց քանակն է շատ եւ ցանկացած հերթականություն կարող է լինել, արդեն պարզ էր դառնում, որ սպիտակուցները նույնպես իրենք կարող են ունենալ անթիվ անհամար կառուցվածքներ, անթիվ անհամար unique, այսպես ասած, յուրահատուկ կառուցվածք եւ հատկություններ եւ ցանկացած պրոտեին կտարբերվեր մյուսից, կլիներ յուրահատուկ, ինչպես նաեւ նա կունենար իր յուրահատուկ սպეციფიկ ֆունկցիոնալությունը։ Սակայն արդեն 20-րդ դարի կեսերին նաեւ պարզ դարձավ, չնայած ինքը առաջին հայացքից թվում էր, թե ուղղակի այսպես կոչված թել է, բայց ինքը իրականում ունի եռաչափ կառուցվածք եւ այդ եռաչափ կառուցվածքը գալիս է այդ թելի այսպես կոչված խճճվածությունից, այսինքն ինքը տարածության մեջ, եռաչափ տարածության մեջ այդ ամենաթթուային հաջորդականությունը, որը կոչում ենք սպիտակուցի առաջնային կառուցվածք, ինքը սկզբում մի քիչ տարածության մեջ որոշակի ձև է ընդունում պարույրների կամ թիթեղների տեսքով, դա երկրորդական կառուցվածքն է, սակայն այդ պարույրներն ու թիթեղները սկսում են նույնպես ծալվել եւ շատ հաճախ եռաչափ տարածական գնդաձև ինչ-որ մի ձև են ստանում, որը ցանկացած պրոտեինի համար յուրահատուկ է բջջի մեջ եւ այդ եռաչափ կառուցվածքը հենց տալիս է պրոտեինին իր հատկությունը։ Եվ գիտնականները տեսան, որ այդ եռաչափ կառուցվածքները իրենք կողմ բացահայտելը շատ դժվար է, որովհետև օրինակ պրոտեինի առաջնային կառուցվածքը, ամինաթթուային հաջորդականությունը շատ ավելի հեշտ է եւ իրականում այն պայմանավորված է մեր գեներով։ Մեր գեներն են որոշում, թե ինչ պրոտեիններ պետք է սինթեզվեն բջջի մեջ եւ իմանալ ինչպիսին է ամինաթթուային հաջորդականությունը հեշտ էր, սակայն ինչպես բացահայտել եռաչափ կառուցվածքը անգամ էքսպերիմենտալ մեթոդներով չափազանց դժվար էր եւ առաջին պրոտեինի կառուցվածքը, որը բացահայտվեց էքսպերիմենտալ մեթոդներով, դա ինսուլինն էր, որը իրականում բավականին փոքր պրոտեին է եւ հեշտ էր, սակայն մնացածների համար ամեն մի նոր սպիտակուց, որ ուզում ենք իր կառուցվածքը իմանանք, օգտագործում է ռենտգեն ճառագայթային կամ մագնիսական ռեզոնանսի մեթոդները եւ լինում էր այնպես, որ իմանալով պրոտեինի ամինաթթուային հաջորդականությունը տարիներ էր պահանջվում, որ իմանալ նրա կառուցվածքը։ Մյուս կողմից, սակայն ամինաթթուային հաջորդականությունը ավելի հեշտ էր իմանալ եւ այսպես անհամապատասխանություն էր առաջանում։ Մենք շատ եւ շատ սպիտակուցների առաջնային կառուցվածքները գիտենք, սակայն երրորդային կառուցվածքները դանդաղորեն էին կուտակվում եւ այստեղ արդեն ակնհայտ դարձավ, որ պետք են հաշվողական մեթոդներ, որոնք կօգնեին նաեւ էքսպերիմենտալ մեթոդներին եւ կիմանայինք եռաչափ կառուցվածքի գաղտնիքները, կբացահայտեինք այն շատ ավելի արագ, քան մինչ այդ կատարվում էր։ Այսպիսի պարադոքս կար, որ ցույց էր տրված, կոչվում է Լևինտալի պարադոքս, որ վերցնենք կամայական մի սպիտակուց, որը ունի 100 ամինաթթվային երկարություն եւ այդ հնարավոր կոնֆորմացիաները, որ կարող էր նա ունենալ, ընդհանրապես տեսականորեն, դա 10-300 աստիճանն է։ Դա չափազանց մեծ թիվ է։
եւ եթե ինքը սպիտակուցը որ բջջում սինթեզվեց որպես շղթա, այն պետք է սկսի ծալվել եւ իր սպეციფიկ յուրահատուկ միակ կոնֆորմացիան ձեռք բերի։ Եվ այդպես հաշվարկված էր, որ եթե այդ սպիտակուցը սկսի տարբեր ձևով ծալվել մինչև իր օպտիմալ կառուցվածքը գտնի, այսպես կոչենք, եւ ենթադրենք հաշվում ենք 1 վայրկյանում 1 միլիարդ կառուցվածք է պետք, ապա շատ ավելի շատ ժամանակ կպահանջեր, քան տիեզերքի տարիքն է։ Այսինքն դառնում է ակնհայտ, որ սպիտակուցները ծալվում են, խճճվում են եւ իրենց սպეციფიկ կառուցվածքն են ձեռք բերում ինչ-որ օրենքների օրինաչափությունների հիման վրա, որովհետեւ իրականում արդեն ցույց էր տրված, որ դա տեղի ունենում միլիվայրկյանների ընթացքում։ Այսինքն այդ հաջորդականությունը, որ սինթեզից որպես թել, ինքը խճճվում, կծիկ է դառնում եւ իր սպეციფიկ ձևն է ընդունում կոնկրետ 1 միլիվայրկյանի ընթացքում։ Այդտեղ արդեն սկսեցին գիտնականները մտածել ինչպես կարելի է հաշվողական միջոցով, համակարգիչների միջոցով այդ խնդիրը լուծել։ Ամենաառաջին մեթոդը, որ սկսվեց օգտագործել, դա հոմոլոգիայի մեթոդն էր։ Այսինքն ինչ էին անում, ենթադրենք A պրոտեինի կառուցվածքը էքսպերիմենտալ մեթոդներով 2 տարվա ընթացքում բացահայտել են։ Նաև B պրոտեինի հաջորդականությունն են բացահայտում եւ տեսնում, որ ինքը բավականին նման է։ Այսինքն այդ հաջորդականությունը ենթադրենք 60% նման է A պրոտեինի հաջորդականությունը։ Այստեղ արդեն կարելի է ենթադրել, որ նրանք միգուցե ունեն նմանություններ, եռաչափ կառուցվածքը նույնպես իրար նման է։ Եվ օգտագործելով այսպես կոչված կաղապարային մեթոդը, որ նման հաջորդականությունները կարող են ունենալ նման եռաչափ կառուցվածք, սկսեցին արդեն հոմոլոգիայի մեթոդը օգտագործելով ստանալ նրանց եռաչափ կառուցվածքներ եւ հետո էքսպերիմենտալ մեթոդներով ապացուցեցին, որ ինքը լավ մեթոդ է եւ շատ հաճախ տալիս է բավարար արդյունքներ։ Այստեղ խնդիրը ուրիշ է, որ շատ սպիտակուցներ ունեն յուրահատուկ կառուցվածքներ եւ չկան իրենց հոմոլոգները արդեն բացահայտված եւ արդեն պետք է 0-ից իրենց կառուցվածքը բացահայտել։ Խնդիրը այնքան մեծ էր, որ շատ հաճախ համարվում էր, որ 20-րդ դարի վերջի մեծագույն խնդիրներից մեկը կենսաբանության մեջ, անգամ սկսեցին 2 տարին մեկ մրցույթներ կազմակերպել տարբեր գիտական խմբերի միջև, կոչվում էր CASP, որը տարբեր խմբեր գալիս են եւ մրցակցում են, ով կարող է ավելի լավ, այսպես ասած, կանխատեսումներ, համակարգչային կանխատեսումներ անել։ Ինչպես էր այդ մրցույթը աշխատում, մի քանի ամենաթթվային հաջորդականություն, մի քանի նոր սպիտակուցների կառուցվածքները էքսպերիմենտալ միջոցով ստանում են որոշ գիտնականներ, սակայն ընդհանուր համայնքին չէին ասում դրա մասին, այսինքն եւ ունեն առաջնային կառուցվածքը, որ բոլորին է հասանալի, եւ ունեն եռաչափը, որ մի քանիսին է դեռ գաղտնիք է, եւ այն գիտնականները, որոնք զբաղվում են համակարգչային մոդելավորմամբ, իրենք գալիս են եւ այդ հաջորդականությունները վերցնելով փորձում են բացահայտել եռաչափ կառուցվածքը։ Այդտեղ արդեն ով տեսնում են ում մեթոդն է ավելի լավը մեծ հաշվով եւ այս CASP 2 տարին մեկ տեղ ունեցող մրցույթը շատ օգնեց գիտության զարգացմանը, որովհետև մրցակցությունը նաև խթանեց պրոգրեսը, կարելի է ասել։ Այստեղ մի շարք գիտնականներ սկսեցին նաև նոր մեթոդոլոգիա օգտագործել, ab initio, որը լատիներեն de novo կամ 0-ից։ Այսինքն դու չունես ընդհանրապես որևէ պատկերացում, թե ինչպիսին կարող է լինել կառուցվածքը, բայց օգտագործելով ֆիզիկայի գիտելիքները, թերմոդինամիկայի գիտելիքները, ինչպես նաև անցյալում արդեն պարզ դարձած օրինաչափությունները, նրանք փորձում էին այսպես 0-ից ստանալ պրոտեինի եռաչափ կառուցվածք։ Դա իրականում շատ բարդ խնդիր էր, որովհետև պահանջում էր չափազանց մեծ համակարգչային ռեսուրսներ եւ սկզբնական շրջանում դա միայն հաջողվում էր օգտագործել միայն փոքր պրոտեինների սպիտակուցների կառուցվածքը ինչ որ բավարար չափով բացահայտելու համար, սակայն մեքենայական ուսուցման, արհեստական բանականության զարգացումը, ինչպես նաև համակարգիչների հզորացումը հնարավորություն տվեց գիտնականին ավելի եւ ավելի բարելավել
իրենց արդյունքները եւ իրավիճակը բավականին փոխվեց, երբ որ այսպես ասենք, խաղի մեջ մտավ Google-ի DeepMind-ը, որը 2018 թվականին CASP 13-րդ CASP մրցույթին ներկայացրեց իր AlphaFold մեթոդոլոգիան, որը օգտագործում էր հենց խորը ուսուցման deep learning-ի մեթոդները, արհեստական բանականության այդ ենթատեսակը, եւ միանգամից հենց այդ մրցույթի ժամանակ AlphaFold-ը զբաղեցրեց առաջին տեղը։ Սակայն իրական մեծ առաջընթացը տեղ ունեցավ 2 տարի հետո, երբ որ DeepMind-ը ներկայացրեց AlphaFold 2-ը, որը անհամեմատ ավելի լավ արդյունքներ ցույց տվեց, քան մնացած բոլոր ծրագրերը։ Շատ հաճախ AlphaFold-ի արդյունքները լրիվ նման էին էքսպերիմենտալ արդյունքներին։ Այնքան ճշգրիտ էր դա, կարելի ասել հեղափոխություն արեց ոչ միայն այդ նեղ մասնակցության մեջ, նաև ընդհանուր կենսաբանության, կառուցվածքային կենսաբանության մեջ։ AlphaFold-ի 2-ը շատ արագ ինքը եռաչափ կառուցվածքները հաշվեց, մինչ այդ արդեն հայտնի 200 միլիոն պրոտեինների կառուցվածքների համար։ Համատության համար ասեմ, մինչ այդ էքսպերիմենտալ մեթոդներով մեկ գիտնականը իրենից պահանջում էր 2-ից 3 տարի, որպեսզի մեկ սպիտակուցի կառուցվածքը բացահայտեր։ Իսկ AlphaFold-ի միջոցով ինքը 200 միլիոն կառուցվածքը մի քանի ամսվա մեջ հաշվարկեց եւ ցույց տվեց, այսինքն կոպիտ հաշվարկներով 500 միլիոն տարվա գիտնականի աշխատանք կատարեց շատ արագ։ Դա իրոք մեծ նվաճում էր, նաև այլ գիտնականներ, որոնք արդեն մեծ արդյունքներ ունեին այդ ոլորտում, ինչպիսիք են օրինակ ամերիկացի գիտնական Դեյվիդ Բեյքերը, որը նույնպես նմանատիպ մի հատ ծրագիր էր օգտագործում, որը կոչվում է Rosetta Fold, եւ օրինակ նույն Դեյվիդ Բեյքերի լաբորատորիայում իրենք կարողանում էին ստանալ արհեստական սպիտակուցներ, այսինքն իրենք հասկանում են, իրենց պետք է այսինչ ֆունկցիան եւ իրենք հասկանում են, որ եռաչափ այդ ֆունկցիայի համար պետք է այս եռաչափ կառուցվածքը, իսկ այս եռաչափ կառուցվածքի համար պետք է այս հաջորդականությունը, այդպես հակադարձ մոդելավորմամբ իրենք կարողանում էին նոր ֆունկցիոնալ սպիտակուցներ մոդելավորել։ Օրինակ իրենց վերջին հոդվածներից մեկը նրանք օծի հակաթույն էին մշակել, որը չկար, մի կոնկրետ թույնի համար բուժում չկար, հակաթույն չկար, իրենք մոդելավորեցին եւ ստացան այնպիսի պրոտեին, օգտագործելով համակարգչային մեթոդները, որը շատ արդեն ցույց տրվեց, որ կարող է ծառայել որպես հակաթույն։ Այս արդյունքները այնքան մեծ էին, այնքան նշանակալից էին, որ 2024 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակը հենց այս բնագավառի գիտնականները շահեցին, նույն Դեյվիդ Բեյքերը եւ DeepMind-ի ղեկավար կազմը իր տնօրեն Դեմիս Հասաբիսի գլխավորությամբ, ինչպիսի օգուտներ, ինչպիսի պրակտիկ կիրառություններ կարող է ունենալ սպիտակուցների կառուցվածքների բացահայտումը։ Ինչպես արդեն նշվեց, ցանկացած սպիտակուցի ֆունկցիոնալություն պայմանավորված է իր կառուցվածքով։ Այսինքն կա ուղիղ կորելացիա, կառուցվածք, ֆունկցիոնալ կապ։ Եթե գիտենք կառուցվածքը, մենք գիտենք ինչ է կատարում։ Սա կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ։ Սկսենք օրինակ բժշկությունից։ Եթե մենք գիտենք ինչ-որ մի հատ սպիտակուց, ինչ-որ մի հիվանդության մեջ դեր ունի, բայց չգիտենք ինչ կառուցվածք ունի, մենք չենք կարող թիրախավորել այդ սպիտակուցը։ Բայց երբ որ արդեն գիտենք սպիտակուցի կառուցվածքը, մենք արդեն կարող ենք մշակել այնպիսի դեղեր, որ կգնան եւ սպეციფიկ կերպով կկապեն այդ հիվանդածին սպիտակուցի հետ, եւ այսպեսով մենք կբուժենք հիվանդությունը։ Մյուս ուղղությունը արդեն նշեցի, լրիվ նոր սպիտակուցների դիզայնն է, որը կարող է ունենալ շատ տարբեր կիրառություններ ոչ միայն բժշկության մեջ, այլ նաև արդյունաբերության տարբեր ոլորտների մեջ եւ չգիտեմ, ինչքան շատ են սպիտակուցների ֆունկցիաները, գիտեք, նրանք բջջում կարող են լինել ֆերմենտներ, նրանք բջջում կարող են լինել կառուցվածքային, կարող են լինել տրանսպորտային, նույն ձևել այդպիսի բազմազան մենք սպիտակուցներ կարող ենք մշակել, դիզայն անել, որոնք կծառայեն տարբեր նպատակների։
Եվ ընդհանուր առմամբ գիտելիքների էպիդեմիոլոգիայի համաճարակաբանության մեջ ինքը շատ մեծ դեր կարա ունենա։ Տեսեք, երբ որ կորոնավիրուսի համաճարակը նոր էր սկսել 2020 թվականի սկզբին, գիտնականները շատ մեծ ինտենսիվությամբ սկսեցին ուսումնասիրել ընդհանրապես ինչ սպիտակուցներ կան կորոնավիրուսի մոտ, որոնք մենք կարող ենք թիրախավորել, սակայն ցավոք սրտի շատ սպիտակուցների կառուցվածքները չկար, եւ DeepMind-ը, Google-ի DeepMind-ը ինքը շատ արագ օգտագործեց AlphaFold ծրագիրը եւ մի քանի կարևոր սպիտակուցներ, որը վիրուսի կենսական ցիկլում կարևոր դեր ունեն, շատ արագ այդ նրանց եռաչափ կառուցվածքը հաշվեց եւ ընդհանուր տրամադրեց ամբողջ գիտական հանրությանը, որ իրենք արագ սկսեն դեղամիջոցներ մշակել այդ վիրուսի դեմ։ Բայց բնականաբար խնդիրը դեռ լրիվ լուծված չէ, կան մի քանի բարդություններ։ Առաջինը այն է, որ շատ սպիտակուցներ իրենք միայնակ չեն իրենց գործունեությունները կատարում, իրենք կոմպլեքսների միջոցով են 3-4 պրոտեին իրար հետ միավորվում են, բարդ մեծ կոմպլեքս են ստեղծում, որոնք միասին են ինչ-որ ֆունկցիոնալություն կատարում։ AlphaFold-ը, նույն AlphaFold-ը կարող է ամեն մի առանձին սպիտակուցի կառուցվածքը մեծ ճշգրտությամբ որոշել, սակայն նա չի կարող դեռևս չի կարող շատ մեծ ճշգրտությամբ որոշել, թե կոնկրետ կոմպլեքսները ինչպես են հավաքվում։ Նա կարող է մոտավորապես դա ասել, բայց դեռ այդ ճշգրտությունը չունի։ Երկրորդ խնդիրը այն է, որ մենք սպիտակուցներին չպետք է պատկերացնենք որպես այսպես քարի կտորներ, կոշտ մարմիններ։ Իրենք իրականում բավականին դինամիկ եւ ճկուն կառույցներ են եւ անընդհատ իրենց ձևը, եռաչափ ձևը փոխվում է։ Մի քիչ պատկերացրեք դոնդողի նման, որը ունի իր եռաչափ կառուցվածքը, բայց միևնույն է ինչ որ փոփոխություններ կան եւ երբ որ համակարգչային մոդելավորումով իր կառուցվածքն ենք բացահայտում, այնտեղ մենք միջին ասված մի հատ արժեք ենք ստանում, ամենահավանական արժեքը, բայց միգուցե ինքը մեզ պետք է մի քանի կառուցվածքների, այսպես ասած, համույթ, որը այդ մի քանի կառուցվածքների միջոցով է կոնկրետ սպիտակուցի իր ֆունկցիոնալությունը կատարում։ Նաև արդեն պարզ է, օրինակ որոշ ֆերմենտներ, որոնք կատալիզատորի դեր են կատարում բջիջներում, իրանք ունեն երկու հստակ կոնֆորմացիա՝ բաց եւ փակ։ Մեկը ակտիվ կոնֆորմացիան է, մեկը պասիվ եւ ըստ գործոնների իրենք կարող են փոխել իրենց կոնֆորմացիան եւ դեռևս այդպիսի հարցերի պատասխանները լիարժեք բացահայտված չեն գիտության այս ճյուղի կողմից, սակայն քանի գնում ավելի մեծ առաջընթաց կա, արդեն AlphaFold 3-ն է դուրս եկել, որը պատասխանում է այն հարցերին, թե ինչպես պետք է մի քանի մոնոմերներից, մի քանի պրոտեիններից կազմված համույթը ձևավորվի, ինչպես նաև նա ցույց է տալիս, ինչպես են սպիտակուցները իրենք ազդում փոքր մոլեկուլների պոտենցիալ դեղերի հետ, կոնկրետ այդ դեղը որ մասին է կպնում, այդ մասին կպնելուց սպիտակուցի կառուցվածքը ինչպես է փոխվում, մեկը մյուսի հետ ինչպես են փոխհատուցում, եւ դա նշանակում է, որ մենք կարող ենք ապագայում շատ լավ դեղամիջոցներ դիզայն անել, նախագծել, ունենալով միայն հաշվողական ռեսուրսներ, այնպես որ դեռ մեծ բացահայտումներ են մեզ սպասում այս ոլորտում։